լավ չսկացել, որ ես ու պարագլոխն եմ իրավական համակարգի։ Այդպես է ստացվում։ Իմ տպավորությունը, որ դեղերը չի խմել այդ օրը, կամ կարող է ընկերու հետ չի հիմա եւ ոչ մեկը չհուշեց, որ ինչ-որ ժամանակին։ Պարոն Քոչարյան, բայց արդյոք Նա ասում է պետք է պատասխանատվության ենթարկվել մարտի 1-ի համար եւ կազմակերպողը իր խոսքով կազմակերպողը միակրոտ է։ Կարծում եմ բոլորը գիտեն եւ դա բոլորի աչքի առաջ է, տենց առաջի սադրիչը, առաջի կազմակերպողը ինքն էր եւ իր սիրտն էր փառավորվում եւ ոստիկանների հետ հարահարում էր բախումներ ոստիկանության։ Հիմա մտահոգություն կամ մտավախություն չունենք, որ Փաշինյանի այս հայտարարությունը, որը կարծես ուղղված լիներ նաև իրավապահներին, որոշակի քրեական վարույթներ կնախաձեռնեն կամ ինչ-որ բաներ կպատրաստեն, որպեսզի ձեզ կրկին ճաղերի ետևում փակեն։ 18 թվականին իմանալով, որ կալանավորելով են եկել եմ եւ ապացուցել եմ, որ մեղադրանքը, որը ինձ առաջադրվել է, ոչինչ է։ Եվ արդարացվել եմ այդ մեղադրանքով, սահմանադրական կարգի տապալում եւ այլ։ Հիմա փորձում եմ վերավորակել, անել, անել։ Իմ տպավորությամբ նայեք, ինքը խիամտել իստերիկաների մեջ։ Ենթադրում եմ, որ իր ընտրազանգվածի համար իրեն թվում է, թե դա ճիշտ ոճը ընտրապայքարի համար։ Իմ տպավորությունը սա է։ Կամ էլ սրացում է, արդեն այդ սրացման հետ կապված դուք բժիշկներից հարցրեք ես կապ չունեմ։ Որ ընդդիմության նկատմամբ ճնշումներ կսկսվեն, ու մեկ էլ չվերընտրվել իր հաղթանակի դեպքում դուք երկրորդ անգամ ինչ սցենար ունեք, որ այս անգամ թույլ չտաք հաղթանակը, եթե մարդը գնաց օրինական ընտրություններով ընտրվեց, մանդատները կդնեն ձեր թիմակիցները այս անգամ գոնե թե չեն դնի, թե շարունակել են էլի 5 տարի ազգային ժողովում պայքարել բոլոր Վրաստանում մանդատները դրել են, ինչ արդյունք են ասել, 0։ Հիմա դրա համար, հիմա մենք նման սցենարներ չենք քննարկում, ընտրությունները կավարտեն եւ կնայենք տեսնենք ինչ արդյունք է դրած։